Նույն քրիստոնեություն ունի տարբեր ուղղվածություն, բողոքական, առաքելական, ուղղափառ, կաթոլիկ, դրանք ուրիշ բաներ են։ Եվ կան աղանդներ, Եհովայի վկա, ամեն ինչ այդ, կյանքի խոսք եւ այլն։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, երևի այդ կյանքի խոսքի ժողովուրդն էլ ասկի տեղյակ չեն, որ իրենց ամեն ընտրությունից ընտրություն վաճառում են բառեսամենաբուն իմաստով, կոնկրետ փաստով եւ դեպքով նշել եմ դաժե մոտս 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ընթരാճ ուրա Վանեցյանը Թուգաներս Վանեցյան Արթուրի կաբինետում օֆիսում այսպես ասած օֆիս է եկել Արթուրը կյանքի խոսքից Ճիշտ է Վանեցյան 2021 թիվ եթե ես մի բառ խափում եմ Վանեցյանը կարող հանդես գա պաշտոնական հայտարարությամբ ասի ՍՏՄ այն ժամանակ ես գիտեմ ինչ կներկայացնեմ 2021 թվականին արժանտրություններին բնթարաշ նորից եմ կրկնում Վանեցյանի մոտ է եկել այն ժամանակ ԿԳԲ մինիստրը ընթരാճ ընկեր Արթուրը եւ առաջարկել է մեկ հոգու, մեկ ձայնի դիմաց 20,000 դրամ, այսինքն դուք ինձ տալիս եք մի ձայնի դիմաց 20,000 դրամ, ես իմ հավատացյալ ժողովրդին քարոզում եմ, որ պիտի գնան ընտրեն խոսքի օրինակ այս կամ այն բանը, կուսակցությանը, հանուն արդարության պիտի ասենք, ասում լավին լավ, վատին վատ, Վանեցյան Արթուրը մերժել է, ասել է իդի նախսույր, ճիշտ է, այսինքն այս ժողովրդին հրապուրելով, վարակելով, ուղեղները լվանալով, շեղելով, տանելով, բերելով, X պահի, ինչքան նման մարդկանց քանակը շատանա, օգտագործում են այս կամ այն քաղաքական ուղղվածությանը սատարելու համար։ Ցանկացած կրոնական կազմակերպություն, որը որ դուրս է եկեղեցիներից, նաև ինչու՞ չէ, եկեղեցիները նույնպես, դուրս է եկեղեցիներից, իրանք ֆինանսավորվում են, աջակցություն են ստանում, ուղղորդվում են այս կամ այն գերտերության արտաքին հետախուզության ծառայությունների շնորհիվ եւ միջոցներով։ Այդպիսին է նաեւ կյանքի խոսքը։ Եվ նմանատիպ այլ աղանդներ։ Վարդան Ղուկասյանը կա եւ կմնա անհավատ, աթեիստ։ Դա եւս մոտեցում է իմ հավատը, իմ կրոնական ուղղվածությունը, դա երկրի պետականությունն է, իմ երկրի հողն ու ջուրն է, իմ երկրի քաղաքացին է։ Դրանից դուրս իմ ծնողն է։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի ով անձով հավատացել է, պիտի ամեն այդ առաջինը էլի դուք հավատում եք ավելի բարձր ձեր անձնական իրավունքն է, մենք ոչ մի բան չունենք, բայց եթե մի հավատք ասում զենք չպիտի վերցնես, չպիտի բանակ ծառայես, արյուն իրավունք չունես տալու, կողը հիվանդը մեռնում, ասում է արյուն մի ներարկեք եւ այլն։ Նմանատիպ երևույթները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նմանատիպ աղանդները իմ օրոք փակվելու են։ Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Առաջինը սկսելու եմ Եհովայի վկաներից։ Վտարվելու են, փակվելու են, դատվելու են, ամեն ինչ արվելու է, որովհետև հենց այդ աղանդը ամենաթիվ 1 թշնամին յուրաքանչյուր երկրի պետականության քանդում է երկիրը ներսից քաղցկեղի նման։ Քաղցկեղ, ռակը ոնց է քայքայում օրգանիզմը, նույն ձև այդ աղանդը եւ աղանդները։ Իսկ ինչ վերաբերում է այս վիժվածքին, ես ասելու սա այն մարդը չի, որ սա պետք է մի երևույթի մասին խոսեմ եւ իրամասնել ես չեմ խոսել, ես խոսել եմ սրա սպոնսորների մասին, սրա նարկաման, հանցագործ, բոզի տղա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եւ ԿՊ կոչված կուսակցության վարության կազմի ղախպի տղեկից սկսած սիսի, որոնք որ սրա ֆինանսավորում են, մի հատ էլ հանեմ դոլարնիկը, դրամնիկը ցույց տալեմ, ասում անձի բանն է տալեմ, Հիսուսն է տալեմ, ինչքան Կադիրովին Ալլահ դայոտ, այնքան էլ սրան Հիսուս դայոտ։ Կամի կրոն, ծնող հայրենիք, վերջ։ Կրոնն է նույն քրիստոնեություն